Դե ինչ ավարտվեց աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրը եւ ինչպես սպասվում էր եղան շքեղ խաղեր, եղան շատ հիմար խաղեր եւ եղան անակնկալներ։ Օրինակ, ինչպես Իսպանիան, Պորտուգալիան նույնպես չկարողացավ հաղթել Կոնգոին, Մեսսին հետրիկի հեղինակ դարձավ եւ այլ շատ հետաքրքիր նորություններ խաղերի, ինչպես նաեւ խաղերի շուրջ իրադարձությունների մասով։ Այնպես որ այս հաղորդման մեջ մենք անպայման կանդրադառնանք համարյա թե բոլորին եւ խաղերին, թիմերին առանձին։ Այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև սա անսովոր թողարկում է լինելու։ Արգենտինան հաղթեց աշխարհի առաջնության առաջին խաղը եւ Մեսսին ինչպես միշտ ուշադրության կենտրոնում էր, ընդ որում թե լավ, թե վատ մասերով։ Սկսենք լավից։ Նա հետրիկի հեղինակ դարձավ Ալժիրի դեմ խաղում եւ գերազանցեց Ռոնալդո Նազարիոին։ Արգենտինացին հավաքականի կազմում իր 200-րդ խաղը վերածեց ուղղակի տոնի, դառնալով միակ ֆուտբոլիստը, որը մասնակցում է 6 աշխարհի առաջնությունների։ Հետրիկով իր գոլերի թիվը հասցրեց 16-ի եւ հավասարվեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեին, որը մոտ ապագայում հաստատ կգերազանցի։ Դարձավ աշխարհի առաջնությունների ամենատարեց ֆուտբոլիստը, որը հետրիկի հեղինակ է դառնում։ Ու դա հետաքրքիր է, տեղի ունեցավ իր մունդիալում խփած առաջին գոլից ուղիղ 20 տարի անց։ Ու այս ամեն ինչը հաշվի առնելով պետք է ընդգծել, որ Լիոնել Մեսսին պարզապես շքեղ էր դաշտում։ Ինչպես էր նա կարողանում գնդակները ստանալ, ինչպես էր կարողանում այդ դրվագները վերածել գոլերի, կարծես ընդհանրապես 38 հեսա 39 տարեկան չլինի, ու սա շատ հաճելի է տեսնել, որովհետև երևի թե վերջին անգամ ենք նրան տեսնում այսպիսի մեծ մասշտաբում։ Հուսանք Արգենտինան շատ ավելի առաջ կգնա ու մենք հնարավորություն կունենանք այսպիսի խաղ շատ ավելի երկար վայելել, որովհետև իսկապես բոլոր գոլերի դեպքում էլ թերևս միայն երկրորդ գոլի ժամանակ, երբ Զիդանի որդին շատ անհաջող հետ մղեց հարվածը, բայց մնացած դեպքերում ուղղակի շքեղ էր Մեսսին։ Իսկ ինչպես գիտեք, Ալժիրի դարպասը պաշտպանում էր Լուկա Զիդանը, Զինեդին Զիդանի որդին, եւ գոլերից մեկից հետո այդ ապաշնոր տեսախցիկը գտավ մեծն Զիդանին ու նրա դեմքը շատ խոսուն էր։ Իհարկե Ալժիրը այն մրցակիցը չէ, որի հետ խաղը պետք է վերցնել որպես ցուցանիշ, բայց ասեմ, որ այս մունդիալում գրեթե բոլոր հավաքականներն էլ խաղացող են եւ կարելի է ասել միայն երևի թե Կյուրասաուն եւ մի քանի ուրիշ հավաքականներ են, որ ակնհայտորեն թույլ են։ Էնպես որ սպասենք հաջորդ խաղերին, որտեղ հուսանք էլի եմ ասում, որ Մեսսին եւ Արգենտինայի հավաքականը կրկին մեզ ուրախանալու առիթ կտա։ Իսկ հիմա Գլոբը կպատմի, թե ինչ է եղել այս խաղի հետ կապված արդեն խաղադաշտից, ստադիոնից դուրս։ Ասեմ, Կանզաս Սիթիում մարզադաշտ գալիս Արգենտինայի երկրպագուներին Uber-ի մեջ փորձել են գնդակահարել։ Ասում են նրանց վրա կրակել են կողքի մեքենայից եւ ոստիկանները հետո նրանց հասցրել։ We heard boom boom. Իհարկե, ես էլ եմ տեսել այս նորությունը եւ այն տպագրվել էր New York Post-ում, բայց դեռ պաշտոնական ոչ մի նորություն չկա, բայց որ այսպիսի բաներ շատ են լինելու Ամերիկայում եւ արդեն լինում են, դա փաստ։ Բացի այդ, իհարկե, շատ մեծ տարածում գտավ ալժիրցի եւ արգենտինացի երկրպագուների բախումը Կանզաս Սիթիում, որը ուղղակի մասշտաբային էր, կադրերը տարածվել են ամբողջ համացանցով, դուք էլ կարող եք տեսնել։ Իսկ վերջում այս թեմայով Արգենտինայի հավաքականում Լեո Մեսսիի 200-րդ խաղը իհարկե շատ տոնական ստացվեց, բայց ոչ Զիդանների համար։ Լուկայի աչքին ամեն անկյունից երևում էր Մեսսին, դրա համար էլ նա չէր կարողանում նայել հոր երեսին։ Հաջորդը Նորվեգիայի հավաքականն է, որը 1998 թվականից հետո առաջին անգամ է մասնակցում մունդիալին եւ Էրլինգ Հոլանդի գլխավորությամբ խաղաց Իրաքի դեմ, որը կտանքների էր ենթարկվել քաղաքական դրդապատճառներով եւ բնականաբար շատ թույլ էր ներկայացել։ Ինչից էլ իհարկե Նորվեգիան շատ լավ օգտվեց, հաղթեց 4-1 հաշվով։ Հոլանդը դուբլի հեղինակ դարձավ եւ դա առաջին գոլերից էր Նորվեգիայի համար ավելի քան 26-28 տարի հետո։
Նորվեգիայի հետ խմբում Ֆրանսիան է ու այս երկուսի մեջ է ասում են հիմնական մրցակցությունը լինելու առաջին հորիզոնականի համար։ Այս պայդրությամբ Նորվեգիան է առաջին տեղը գոլային տարբերությամբ, որովհետև Ֆրանսիան նույնպես հաղթեց, բայց ոչ այդքան վստահ։ Ես ուզում եմ ասել, որ Հոլանդի գոլերի ժամանակ Նորվեգիայում երկրաշարժ է եղել։ Այո, Հոլանդի հատկապես առաջին գոլից հետո երկրպագուները Նորվեգիայում այնքան բուրն են տոնել այդ հաջողությունը, որ ասում են երկրաբանները տեկտոնային շարժումներ են նկատել։ Իհարկե Նորվեգիայի հետ կապված միայն սա չէ, մինչև խաղը արդեն հայտնի դարձավ, որ նորվեգացիները իրենց լավագույն խոհարարներին ուղարկել են թիմի հավաքականի հետ եւ ոչ միայն ասում են իրենց տեղական 6000 նարինջներով, 100 քանի կիլոգրամ իրենց տեղական ձկնեղենով, պանրեղենով եկել են Ամերիկա, որպեսզի ֆուտբոլիստները իրենց քիմքին հաճո ուտելիքներ վայելեն եւ չտարվեն ամերիկյան fast food-ով, ինչպես մեր գլոբը։ Ես իդեալական կազմվածք ունեմ։ Այո, եթե վիզը հաշվի առնենք։ Դե երևի այդ սնունդն էլ հաշվի առնելով Հոլանդը կարողացավ 2 գոլ խփել։ Մնացած ֆուտբոլիստների գոլերը գրանցեցին վիճակագիրները, իսկ Հոլանդինը սեյսմոլոգները տեկտոնա երկրաշարժային չափիչներով։ Բայց եթե Նորվեգիայի դեմ Իրաքը մեծ հաշվով ոչինչ անել չկարողացավ, ահա Ավստրիա-Հորդանան խաղը մի քիչ այլ տրամաբանության մեջ գնաց, որովհետև այս համեստ հավաքականը մինչև վերջ շատ լավ պայքար մղեց եւ ասեմ ավելին պահերով նույնիսկ առավելություն ուներ ավստրիական թիմի դարպասի մոտ գրոհելիս։ Ու այստեղ շատ տեղին է նշել, որ այս մունդիալը ցույց է տալիս, որ անգամ ամենափոքր, ամենաթույլ ֆուտբոլային երկրները սովորել են առնվազն պաշտպանվել, կարգապահ պաշտպանվել եւ դա թույլ է տալիս նրանց ինչ որ բանի համար պայքարել, առնվազն խայտառակ պարտություններ չկրել։ Չնայած Ավստրիան հաղթեց 3-1 հաշվով, անգամ Ռալֆ Ռանգնիկը, որը խաղի ժամանակ նրա դեմքի արտահայտությունը հստակ ցույց էր տալիս, որ նա կտրուկ անհանգստություն է ապրում խաղի ելքի վերաբերյալ, նշել է, որ շատ է հիանում հատկապես փոքր երկրների պայքարով, որը իհարկե գեղեցկացնում եւ ավելի հետաքրքրացնում է մրցաշարը, ինչքան էլ որ այն շատ երկար է։ Իդեպ երկարության մասին մենք հոլովակ ունենք մեր սոցիալական էջերում, որը պատրաստել ենք նաեւ ձեզ համար, կարող եք անցնել հղումներով, որոնք նկարագրության բաժնում են եւ նայեք։ Միայն դա չի, վերջին շրջանում մենք բազմաթիվ վիդեոներ ենք տեղադրել, որոնք գուցե զվարճացնեն ձեզ։ Ու ահա փոքր հավաքականների մասին խոսելով հասանք Ֆրանսիա-Սենեգալ խաղին, որտեղ Ֆրանսիան մեծ եղբայրն է, իսկ Սենեգալը կարելի է ասել միջնեկը։ Ու այս խաղից առաջ միանգամից հիշվեց Սենեգալ-Ֆրանսիա 2002 թվականի աշխարհի առաջնության առաջին հանդիպումը, որտեղ Ֆրանսիան ուղղակի խայտառակ եղավ։ Այս խաղում նույնպես Սենեգալը շատ լավ տեսք ուներ, հատկապես առաջին խաղակեսում։ Ասեմ ավելին, ֆրանսիացիներից շատ ավելի լավ տեսք ունեին, գրոհում էին շատ ավելի վտանգավոր ու միայն Նիկոլաս Ջեքսոնի այս հարվածը ամեն ինչի մասին խոսում է, որտեղ ֆրանսիացիների բարի բուն իմաստով բախտը բերեց։ Առաջին խաղակեսում Կիլիան Մբապեն, որը երկար վնասվածքից հետո առաջին պաշտոնական խաղն էր անցկացնում, 0 էր, կարելի ասել 0-ից էլ փուճուր։ Ու հենց այս խաղից հետո նա անկեղծացել է մեզ մոտ, որը կարող եք գտնել մեր սոցիալական էջերում, շատ հետաքրքիր է։ Բայց երկրորդ խաղակեսում ֆրանսիացին ուղակի կերպարանափոխվեց, թե ինչու կգտնեք այդ վիդեոներում։ Հենց Օլիսեի ու Մբապեի կապը, որը կարող է շատ անկյունակարային լինել ֆրանսիացիների համար, առաջնային արդյունքը բերեց։ Ու այդ գոլով Կիլիան Մբապեն դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, շրջանցելով Օլիվիե Ժիրուին։ Մինչև այդ գոլը շատ լարված վիճակում Կիլիան Մբապեն ընկավ տուգանային հրապարակում Մանեի հետ պայքարում։ Նշում եմ, Սադիո Մանեի հետ պայքարում։ 11 մետրանոց չնշանակվեց անգամ վառի միջամտությունից հետո։ Իհարկե այս դրվագը մատի փաթաթան սարքած ֆրանսիացիները կպտտվեին ամբողջ FIFA-ի գրասենյակով, եթե հաղթանակը չլիներ։ Ու ինչպես նշեցինք, Ֆրանսիան, Նորվեգիա առաջին երկրորդ տեղում են, Նորվեգիան առաջինը, Ֆրանսիան երկրորդը, ու այս թիմերի խաղը
Դե պատկերացրեք ինչ պայթունավտանգ ա լինելու։ Իսկ գլոբը հիմա իր շատ մեծն կարծիքը գասի։ Այս խաղից հետո Ռեալի ֆաները երկու քարի արանքում են։ Մբապեն անիմաստ տհաճ դիկտատորա, թե բարեսիրտ հուշկու ռմբարկու։ Դուք էլ գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում, որ մենք էլ ուրախանանք ու կարդանք կամ հակառակը։ Հիշում եմ 2018 թվականն էր, աշխարհի առաջնության եզրափակում խաղում էին Ֆրանսիան եւ Խորվաթիան։ Այդ խաղից առաջ էլ խորվաթ երկրպագուները շատ ուրախ էին եւ զվռնում էին Մոսկվայի փողոցներով։ Այս մունդիալի խորվաթական առաջին խաղում էլ նույն պատկերն էր արդեն Ամերիկայում, բայց հաշիվը նույնն է։ Եզրափակում պարտվել էին 4-2, այստեղ էլ պարտվեցին հզոր Անգլիային։ Այո, չզարմանաք, հզոր Անգլիային։ Ու թե ինչու կասի գլոբը, որովհետև Թոմաս Տուխելը թիմ հավաքել։ Այո, այն քննադատությունները, որ աստղային ֆուտբոլիստները չեն հրավիրվել առաջին խաղով արդարացվեց, որովհետև Անգլիայի հավաքականը խաղաց հարձակվողական գեղեցիկ եւ ամենակարևորը չվախկոտ ֆուտբոլ։ Նրանց անգամ չէր խանգարել իրենց գազելի կողոպուտը, բայց գողոնը հետ են վերադարձրել։ Այո, հետ են վերադարձրել, դրա համար էլ Հարի Քեյնը կարողացավ հագնել իր շորտերը եւ դուբլի հեղինակ դառնալ։ Նա ուղակի գազան էր, կատաղածի պես էր խաղում։ Ու ցավոք պետք է նշել, որ Խորվաթիայի հավաքականը ոչնչով չկարողացավ պատասխանել։ Վիճակագրական բոլոր տվյալներով Անգլիան ուներ առավելություն ու խորվաթները իրենց երկու գոլերը խփեցին, կարելի ասել զուտ փորձի հաշվ։ Բայց ահա փորձի հաշվին գոլեր խփել չստացվեց Քրիշտիանո Ռոնալդոյի մոտ։ Ու նա ստիպված էր լսել այն, ինչ գրեթե ամեն շաբաթ լսում է Սաուդյան Արաբիայում։ Բայց եթե մի պահ Քրիշտիանո Ռոնալդոից զատն անցնենք, ապա պետք է նայել պորտուգալացիների կենտրոնին՝ Վիտինյա, Նևեշ եւ Բրունո Ֆերնանդեշ, երեք փայլատակող ֆուտբոլիստներ իրենց ակումբում, բում, հավաքականում կարծես ոչինչ չստացվեց։ Ինչու՞։ Պետք է նշել, որ այն էկոհամակարգը, որը կա հատկապես Պարի Սեն-Ժերմենում, որից շատ լավ օգտվում են պորտուգալական այդ զույգը, հավաքականում կարծես չկա։ Եվ այդ պատճառով նրանց խաղը առաջին խաղում չստացվեց։ Եթե հաշվի առնենք, որ Նևեշն է գլխի հարվածով գոլ խփում, ապա այդտեղ պետքա երկար մտածել ու շատ խորը մտածել, թե ինչու է այդպես։ Իսկ եթե վերադառնանք Ռոնալդոին, ապա ըստ վիճակագրության նա իր վատագույն խաղերից մեկն անցկացրեց հավաքականի կազմում, ընդամենը մի քանի անգամ հպվելով գնդակին, նեղսրտվելով եւ տխուր է։ Օրինակ, ես եւ Գլոբը շատ երկար քննարկեցինք այս հարցը եւ եկանք այն եզրահանգման, որ Քրիշտիանո Ռոնալդոն շատ ավելի էֆեկտիվ կլինի, եթե օրինակ խաղադաշտ դուրս գա երկրորդ խաղակեսին 15-20-25 րոպե եւ իր մաքսիմումը դնի գոլ խփելու համար, որովհետեւ նա դա կարողանում է, բայց Սաուդյան Արաբիան համեմատել հավաքականների մակարդակի հետ չեմ կարծում։ Սա աշխարհի առաջնությունն է ամեն դեպքում ու բոլոր թիմերը երրակի, քառակի, հնգակի անգամ տրամադրված են բոլոր խաղերին ու դրան էլ գումարենք անհատական ֆակտորը։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ հասկանում են, որ սա շատ լավ հնարավորություն է իրենց կարիերայում level up լինել եւ շատ ավելի լավ պայմանագրեր ստանալ ու ապահովել իրենց կյանքը։ Այնպես որ այդ ամեն ինչը պետք է հաշվի առնել եւ կարծում եմ Ռոնալդոն այդքան խոհեմ կլինի, որ գա այդ եզրահանգմանը։ Բայց իհարկե դա դատավճիռ չէ։ Շատ հնարավոր է, որ առաջին հանդիպումը շատ անսովոր է, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նույնը կարելի է ասել Իսպանիայի մասին, բայց նման կարգի պրոֆեսիոնալները պետք է որ շատ ավելի արագ ադապտանան պայմաններին, հատկապես որ դրանք սարսափելի չեն ընդհանրապես։ Կարծում եմ երկրորդ տուրի խաղերը շատ հարցերի պատասխաններ կտան։ Մեծ հաշվով այսքանն էինք պատրաստել այս թողարկման համար, այն մի քիչ այլ ստանդարտների մեջ էր, գրեք ձեր կարծիքը, հուսամ ձեզ դուր է եկել։ Եվ վերջում ուզում եմ մի թեթև խոսել մի շատ գեղեցիկ դրվագի մասին, որը կատարվեց Արգենտինա-Ալժիր խաղի ժամանակ։ Դուք հիշում եք երևի, որ սկզբում ասացի Մեսին առանձնացավ թե լավ, թե վատ դրվագներով։ Լավի մասին իհարկե խոսեցինք, իսկ հիմա ժամանակն է վատին անդրադառնալ։ Խաղի ընթացքում եղավ դրվագ, որտեղ
այսպեսին շատ կոպիտ խաղաց եւ կարելի է ասել, որ հեռացման արժանի խախտում թույլ տվեց, բայց նրան անգամ դեղին քարտ ցույց չտվեցին, ու սրանից կարելի է ենթադրել, որ այս առաջնությունը շատ թանկ է եւ հաշվի առնելով, որ Ամերիկան է կազմակերպում, այստեղ շահույթը առաջին հորիզոնականում է ու խաղերին կորցնել առաջին դեմքերին, դա նշանակում է ուղղակիորեն կորցնել գումարներ, ինչը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ուղղակի ողբերգություն կլինի։ Տարբեր տվյալներով նրանք պլանավորում են այս առաջնությունից վաստակել 13-ից 15 միլիարդ դոլար, որը ուղղակի չլսված արդյունք կլինի աշխարհի առաջնության պատմության անցկացման կազմակերպման համար։ Անձնական տպավորությունը առաջին տուրից հետո հետևյալն է. թիմերը դժվարությամբ են ադապտանում ամերիկյան ապրելակերպին։ Ամեն դեպքում այնտեղ օդի մեջ ֆուտբոլ չկա։ Եթե Եվրոպայում ամեն տեղ, ամեն անկյուն ֆուտբոլի մասին է խոսում, հատկապես երբ անցկացվում է նման մեծամասշտաբ առաջնություն, ապա այստեղ ներողություն, բայց ինչքան էլ ջանում են բնականորեն օդի մեջ այլ սպորտաձևեր են ու դա կարող է հոգեբանորեն ազդել ֆուտբոլիստների վրա, դրա համար էլ նրանք հավանաբար շատ դժվար են մտնում տոնուսի մեջ եւ իրենց լավագույն որակները ցուցադրում։ Նորից եմ ասում, երկրորդ տուրի խաղերը շատ ավելի բարձրորոշ պատկեր կհրամցնեն մեզ եւ սպասենք երկրորդ տուրին, հուսանք այն խաղերը, որոնց նայելուց sense բնական հաճույք է զգում, ավելի շատ կլինեն առաջին տուրից հետո դրանք ցավոք քիչ էին։ Բաժանորդագրվեք ալիքին, գրեք անպայման ձեր կարծիքը այս ֆորմատի մասին եւ լավ եղեք, որովհետեւ մենք անպայման հանդիպելու ենք ու շատ ավելի մոտիկից։